Վաղ առավոտվանից ձեր դաշինքի համակիրներին ձերբակալում են, ասեք ինչ տեղեկություն, քանի հոգի ովքեր են, հիմքը որն է, եթե ձեզ հայտնի է ինչ հիմնավորմամբ։ Դե որ ասեմ, անսպասելի էր, այդպես չէ, որովհետև մինչև երեկվա դրությամբ թիմագիստները զարմացած են, որ մեր մոտ չեն եկել, բայց ես ասի համբերեք, իրենք այդքան բան չունեն, որ մեր հանդեպ փորձեն ազատ պահեն, էլի իրենց հանգիստ պահեն։ Առավոտյան ժամը 5-ից մուտք են գործել մեր կազմավորների, մեր թիմագիստների բնակարաններ, ինչպես նաև Անի թաղամասի շտաբ, անկապ ինչ որ բացատրություններ տալով, որ որևիցե մեկին հասանելի չէ, թե ինչի մասին է խոսքը, բերման են ենթարկել։ Իրենց նպատակը եղել է կոտրել թիմին, Հայաստան դաշինքին, հասկանալով, որ վտանգ է սպառնում իրենց, նմանատիպ ռեպրեսիաներ են ցույց տալիս, բայց մեկ բան հաշվի չեն առել, որ մեր տեսակը կոտրվող տեսակ չէ, ամբողջ մեր թիմագիստները մինչև այս պահը զանգահարում են և ասում են քառակի թափով ենք առաջ գնալու, որևիցե մեկս չունենք, որևիցե մեկը ասում է, որ չունենք կոտրվածություն և գնում ենք դեպի հաղթանակ։ Մարդկանց քանակի մասով այս պահին 10+ արձանագրություն ունենք մեր մոտ, բայց նորից մեր շտաբերից զանգում ասում են, որ մարդիկ ունենք տարած, բայց քանի որ չունենք կոնկրետ հեռախոսահամար, անուն, ազգանուն և ճշգրտված չի, այս պահին ֆիքսենք 10+ անձի մասին է խոսքը։ Դաշնակցության և ձեր գրասենյակների անձանց նույն մարդկանց մասին է խոսքը, թե ձեր մոտից այլ մարդկանց են տարել, իրենց մոտից այլ։ Դաշնակցության մասով այս պահին մենակ Բաբկեն Սարոյանից ունենք տեղեկություն, որ իրեն են բերման ենթարկել, իսկ մեր մոտից 10-12 անձի այս պահին ճշտված տվյալ կա, չճշտված հնարավոր է և ավել են, պետք է հասնեմ գրասենյակ, որպեսզի ճշտեմ։ Եվ այսօր քվեարկեցիք, այսպես ավանդույթ դարձած հարցը տանք, հանուն ինչի քվեարկեցիք։ Քվեարկեցինք հանուն Հայաստանի գենի պահպանման, հայի գենի պահպանման, հանուն թասիբի, հանուն մեր պատմության, հանուն մեր անցած ճանապարհին, հանուն մեր դաստիարակության, որպեսզի յուրաքանչյուր հայ փորձի հասկանալ, որ ինքը ունի պատմություն և չի կարելի մեր պատմությունը մոռանալ, մեր եկեղեցին ուրանալ, մեր հերոսներին ցածրացնել, հանուն դրա ենք քվեարկել։ Քվեարկել ենք հանուն լավ թիմի, հանուն ուժեղ առաջնորդի և կոչ եմ անում նաև բոլոր գյումրեցիներին, ինչպես նաև հայությանը, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, ոտքի կանգնեն և ցույց տան, որ հայը մեռած չէ։ Իհարկե կան նաև մարդիկ, ովքեր մոլորյալներ են, իրենց նաև կոչ եմ անում քվեախցիկում ամենապատասխանատու պահին ևս մեկ անգամ խորհեն, հասկանան, ով ինչ է խոսացել, որ քաղաքական թիմը ինչ է առաջարկում և հաշվի առնելով անցյալի դասերը, փորձը, այն պետությունների, ովքեր սխալ ընտրության պատճառով պառակտվել են, այսօր գոյություն չունեն, փլուզվել են, ուրեմն այդ ամենը իրենց աչքի առաջ ունենալով լուրջ մոտենան իրենց մեկ քվեին։ Փորձեցին այդ ձերբակալությունների ֆոնին նաև կեղծ լուրեր տարածել, թե իբր ինձ են ձերբակալել, նորից նույն նպատակն է, որպեսզի կոտրեն մեր թիմագիստներին, որ տեսեք դուք չեք կարող որևիցե քայլ անել, բայց ասեմ, թիմը կանգուն է, կայուն է, ուժեղ է, հբարդ է, որ այս թիմից է և քառակի հնգակի թափով շարունակելու աշխատանքը այսօր մինչև օրվա ավարտ, որից հետո հասկանանք մեր Հայաստանը ի վերջո կարողանալու է մեջքը ուղղել և շարժվել դեպի առաջ, թե ոչ։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն։